Հերթագրվել է 3 պատգամավոր Նիկոլ Փաշինյան, համեցեք պարոն Փաշինյան կենտրոնական ամբիոնի մոտ։ Շնորհակալություն, տիկնակ եւ պարոնայք, Երրորդ հանրապետության պատմության ընթացքում մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, որ Հայաստանի Հանրապետության ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը էականորեն աճում է։ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկվածների թիվը 363,000-ով գերազանցել է 1991 թվականի անկախության հանրաքվեի ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացիների թվին։ Ընդ որում, այս 363,000 ավելացման առյուծի բաժինը մոտ 200,000-ը տեղի է ունեցել 2008 թվականից հետո, 2008 թվականի նախագահական ընտրություններից ի վեր, այսինքն Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Սա ինքնին արդեն մեծ անվստահություն է ստեղծում մեր ընտրական համակարգի նկատմամբ։ Ընդդիմությունը բազմիցս ասել է, որ փորձագիտական կամ դիտորդական հաշվարկներով այսօր Հայաստանի Հանրապետության ընտրական ցուցակներում մոտ 700,000 քաղաքացի կա, որ Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում։ Եվ այս թվերը, այս ընտրական ցուցակներում ընդգրկված անձանց թվերի համեմատությունը ցույց է տալիս, որ այդ պնդումը շատ մոտ է իրականությանը, այսինքն շատ հավաստի է։ Հիմա արդյոք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետք է հենց այսպես լիներ, կամ ինչու մենք համաձայն չենք այս ընտրողների թվի այս աճի հետ, որովհետև մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց թաղերում, իրենց շենքերում, իրենց բնակավայրերում, գյուղերում տեսնում են, որ մարդիկ զանգվածային կերպով արտագաղթում են, բայց ընտրական ցուցակներում ընտրողների թիվը աճում է։ Ընդ որում 363,000-ը, որ սա արդեն փաստ թիվ է, որի վրա հղում կարող ենք անել, եթե նախագահական ընտրությունների առումով վերջին նախագահական ընտրությունների թվերը եթե հաշվի առնենք, դա քվեարկությանը մասնակցած անձանց 23.9%-ն է, մոտ 24%-ը։ Այսինքն եթե այս թվերը, այս թիվը հաշվի առնենք, եւս մեկ արգումենտ է այն մասին, որ թե ինչպես են Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կեղծվում, որովհետեւ այդ ընտրողների ցուցակներում արկա, բայց Հայաստանում իրականում չգտնվող քաղաքացիներին, նրանք ովքեր իշխանություն եւ լծակներ ունեն, օգտագործում են որպես իրենց սեփական ընտրողներ, տվյալ դեպքում ճակերտավոր։ Բայց արդյոք այս իրավիճակը ընդհանրապես համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Չնայած հիմնական զեկուցողը այդպես էլ չանդրադարձավ այս հարցերի ուղղակի առնչությանը, բայց ես ելի ուզում եմ ասել, ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքում կա 8-րդ հոդված, եւ այդ 8-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է հետեւյալը, որ արտասահմանում հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների մասին տվյալները պետք է փոխանցվեն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին, համապատասխան մարմիններն էլ այդ մարդկանց պետք է հաշվառումից հանեն եւ բնականաբար, եթե այդ արտագաղթած եւ փաստացի արտերկրում բնակվող մարդիկ այս պրոցեդուրան անցնեն, մենք հիմա կունենայինք բոլորովին ուրիշ ընտրական ցուցակներ, կունենայինք բոլորովին ուրիշ ընտրությունների արդյունքներ եւ հավատացեք կունենայինք բոլորովին ուրիշ իշխանություններ։ Հիմա այս մեխանիզմը չի աշխատում եւ փոխանակ իշխանությունը մենք բոլորս մտածենք, թե ոնց անենք, որ մենք մեր ընտրական համակարգը դարձնենք իրոք ընտրական համակարգ, փոխանակ մտածենք, թե ոնց անենք, որ այս բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետը աշխատի, կառավարությունը օրենսդրական փաթեթ է բերում, ընդ որում ես համաձայն եմ հիմնական զեկուցողն ասում է ընտրական process-ների հետ կապ չունի, գուցե չունի, բայց մի հատ նախաձեռնություն է բերում, որ այն օրենքը պիտի աշխատեր, որ ընտրական ցուցակները այս վիճակում չլներ, այդ օրենքը տեն ձեռի հետ ոնց որ նենց աչքից հեռու տարբերակով հանում է ընդհանրապես ուժը կորցրած է ճանաչում։ Առաջարկում է, որ ճանաչի։ Հիմա
Սրա արդյունքում ինչա ստացվում։ Ստացվում է, որ իշխանությունը ոչ միայն չի ուզում, որ մեր ընտրական ցուցակները նորմալ վիճակի բերվեն, այլև ինքը ամեն ինչ անում է, որ ընտրական ցուցակներում ընտրողների թիվը ավելանա։ Այդ ընտրողների թվի արդեն ասի 700,000 թիվն է հրապարակել ընդդիմությունը, որ գոյություն չունեցող Հայաստանում չգտնվող ընտրողներն, այսինքն իշխանությունը վարել է այս իր ընտրողների, իր ընտրազանգվածի Սերժ Սարգսյանի իր իշխանությունով որոշել է իր ընտրազանգվածի ծավալները թվականակը մեծացնել։ Հասկացանք, չէ՞, որ իր ընտրազանգվածը այն մարդիկ են, ովքեր Հայաստանում չեն եւ չեն մասնակցում ընտրություններին։ Ընդ որում այսպիսի մի աբսուրդ իրավիճակի հետ էլ գոյություն ունեն։ 2001 թվականի մարտահամարով Հայաստանի Հանրապետությունում ավելի շատ մարդ է եղել, քան 2011 թվականի մարտահամարով, բայց 2011 թվականի ընտրացուցակներում ավելի շատ մարդ կա, քան 2001 թվականի ընտրացուցակներում։ Այսինքն այս քաղաքականությունը շարունակում է։ Հիմա այստեղ կարող են տարբեր պատճառներ բերվել, թե ինչու բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը չի աշխատել։ Պատճառները բազմաթիվ պատճառներ կարող են բերել, բայց այստեղ հիմնական զեկուցողն էլ ասեց, ինքը ըստ էության ուրվագծեց, որ այս հարցը լուծել առանձնապես դժվար չի։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության պետական մարմինները ունեն տեղեկատվություն, թե ովքեր են հատում Հայաստանի Հանրապետության սահմանը եւ ովքեր են վերադառնում Հայաստանի Հանրապետություն։ Կա շատ պարզ մի մեխանիզմ։ Եթե 180 օրն է համարվում այդ սահմանը, ուրեմն պետք է դնել օրենսդրության մեջ, որ այս բնակչության պետական ռեգիստրում գործող համակարգը ինքնաշխատ ձևով պետք է գործի։ Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին հատեց Հայաստանի Հանրապետության սահմանը դուրս գնաց եւ օրինակ 180 օր կամ չգիտեմ 100 օր կամ 60 օր մնաց, չվերադարձավ Հայաստանի Հանրապետություն, ուրեմն այդ քաղաքացին պետք է ավտոմատ կերպով դուրս բերվի բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից եւ հետեւաբար նաեւ ընտրական ցուցակներից։ Երբ որ այդ քաղաքացին վերադարձավ Հայաստանի Հանրապետություն, նույն կերպ էլ այդ ավտոմատ համակարգով պետք է ընդգրկվի բնակչության պետական ռեգիստր եւ այդպիսով պետք է ընդգրկվի նաեւ ընտրական ցուցակներում։ Հակառակ դեպքում մենք անընդհատ ունենալու ենք այս մեխանիզմը, երբ բնակչությունը նվազում է, այսինքն համենայն դեպս, քանի դեռ այս իշխանությունը գործում է, ես համոզված եմ, որ այդպես կունենանք, բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը աճում է։ Սա կոնկրետ քաղաքական խնդիր է եւ այս քաղաքական խնդիրը պետք է լուծվի։ Քանի դեռ այս քաղաքական խնդիրը լուծված չի, Հայաստանի Հանրապետությունում բոլոր մակարդակի ընտրությունների լեգիտիմությունը եւ ուրեմն բոլոր մակարդակի իշխանությունների լեգիտիմությունը դրված է լուրջ հարցականի եւ կասկածի տակ։ Հիմա ելի եմ ասում, պարոն Քոչարյան, եթե դա ձեզ համար, եթե դուք ընդհանրապես կառավարությունը մտադրություն ունի ընտրացուցակների հավաստիությունը բարձրացնելու, ուրեմն նախ անընդունելի է, որ այս բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետը առաջարկում եք, որ ուժը կորցրած ճանաչել։ Երկրորդն էլ պետք է ոչ միայն ուժը չկորցրած ճանաչել, այլև այդ հոդվածի բովանդակությունը պետք է ուրեմն դնել ուղիղ կապի մեջ սահմանային անցակետերի ինքնաշխատ ավտոմատ կառավարման համակարգերի հետ։ Այսինքն առաջարկը հետևյալն է. քաղաքացին դուրս եկավ հատեց Հայաստանի Հանրապետության սահմանը դուրս եկավ, ուրեմն նա որոշակի օրերից հետո դա արդեն քննարկման հարց է, կարող է լինել 60 օր, կարող է լինել 180 օր, 180 օր հետո ավտոմատ կերպով նա պետք է բնակչության ռեգիստրից դուրս բերվի, հետևաբար առաջիկա այդ ժամանակահատվածում տեղի ունեցող ընտրությունների ընտրական ցուցակներում չընդգրկվելու համար։ Իսկ երբ քաղաքացին հետ եկավ, այսինքն հատեց սահմանը, որ վերջ ինքը մտավ Հայաստանի Հանրապետություն, դրանից հետո էլ ավտոմատ կերպով պետք է ընդգրկվի բնակչության պետական ռեգիստրում եւ հետեւաբար նաեւ ավտոմատ կերպով համապատասխան ընտրությունների ժամանակ, ընտրական ցուցակները կազմելու ժամանակ ընդգրկվի ընտրական ընտրողների ցուցակներում։ Հակառակ դեպքում, եթե մենք այս խնդիրը չենք լուծում, հակառակ դեպքում մենք շատ շուտով կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ պաշտոնական թվերով Հայաստանի Հանրապետության
ընտրողների թիվը ավելի մեծ է, քան պաշտոնական թվերով Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը, եւ վերջին տարիներին, ի դեպ ասեմ, այդ գործընթացը մեծ տեմպերով զարգանում է։ Շնորհակալություն։